Դուք այսօր տեսնում եք մեր քանակը ու վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաամուր կանգնածը մենք ենք ու ամենաայն ճիշտ տեղում ու դիրքով, որ շատ ու շատերի վերջին խրխրոցը արտահայտվում է զրպարտանքներով, բամբասանքներով եւ այլն։ Սա այսօր հզորագույն ուժ պարունակող շարժումն է Հայաստանում, դրանում եղեք ավելի քան վստահ։ Շարժումը բաղկացած էր ի սկզբանե 4 փուլերից, կհիշեք բոլորդ, հավաքագրում, հանդիպումներ ու մինչև այսօրը։ Մենք հասանք այսօրվան, իսկ այսօրը ցանկացած հստակ նշանակված օրում կարող ունենա իր հաղթական ավարտը։ Մինչև մանրամասնելը նախ կխնդրեմ բոլորիդ այս ընթացքում չախտոտել ազատության հրապարակը։ Ոչինչ, մի նետեք գետնին, մի կեղտոտեք, աղբ մի նետեք ու ոնց եկել եք մաքուր, տենց բոլորս շարունակենք ստեղ մնալ։ Բացի դա էլ մինչև ամենակարևոր թեմային անցնելը այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրն է, ինչի առիթով Լույսի բանակի անունից շնորհավորում եմ մեր հայ ոստիկանին իր տոնի առիթով։ Մաղթում եմ բարի ծառայություն ու հուսանք, որ այս շարժման հաղթանակի շնորհիվ կգա օր, որ ոստիկանական համակարգը կլինի ել ավելի բարելավված ու պատրաստ քաղաքացու հետ երկխոսության։ Հիմա ինչ վերաբերվում է վերածննդի շարժմանը, շատերը հարցնում են, ենթադրենք հավաքվեցինք ձեր անհրաժեշտ քանակությամբ, ինչ ենք անելու։ Ես հիմա սա հրապարակավ հայտարարում եմ, մեծաքանակ մարդկանց ներկայությունը ազատության հրապարակում մեզ տալու է առաջին ու դեռ փոքրիկ հնարավորությունը Նիկոլին ֆիզիկապես խոչընդոտել, որպեսզի նա գնա աշխատանքի։ 1, 2 ու 3 օր չաշխատելուց հետո նա ուզի թե չուզի հաշվի անստելու այս շարժման հետ։ Հաշվի նստելուց մենք նրա հետ ունենք ընդամենը մի քննարկման թեմա, դա իշխանության անցնցում փոխանցումն է։ Ուրիշ ոչինչ նմանի հետ քննարկելու կամ վերլուծելու ոչ մեկս չունի։ Ինչ վերաբերվում է ժամանակավոր 6 ամսյա կառավարությանը, ինչպես թե հիմնական, թե ժամանակավոր, թե Լույսի բանակի որպես կազմակերպություն, թե դրանից առաջին անձնական մոտեցումը Հայաստանի Հանրապետության կարգավորման հարցին, բացառապես ու առաջնահերթ երկրի ամբողջական ռազմականացումն է։ Սա լսելուց էլ շատ մարդիկ ասում են, որ մենք տանում ենք պատերազմի, որ մենք բերելու ենք նոր զոհեր եւ այլն։ Սիրելի հայրենակիցներ, ճիշտ հակառակը, որքան զինված ենք մենք, այնքան ապահով ենք մենք։ Այդ երբվանից է բանակի հզորացումը խոսում զոհերի մասին։ Բանակի հզորացումը միայն մի բանի երաշխիք է, որ բոլորս կարող ենք պահանջել այն, ինչի իրավական, պատմական ու բարոյական իրավունքը ունենք։ Ուղղակի 30 ու ավելի տարիների ընթացքում ոչ մի ղեկավար չի հավելել դա պետական ուժով, որպեսզի նկատվի, հաշվի առնվի ու կարողանա դիմել աշխարհին իր պահանջներով։ Բոլորը մտածել են միայն իրանց ընկերների ու բարեկամների հարստացմամբ ու բարեկեցության մասին։ Այն ինչ չունեք այսօր դուք անհատապես, այն ինչ չունի մեր պետությունը պետականապես, այդ ամենը մեր լռության շնորհիվ նվիրաբերվել է 4 ղեկավարներին, որոնց անունները առանց տալու էլ գիտեք։ Այժմ մեր ծրագիրն է, որ առաջնահերթ վերականգնվի պետականությունը որպես հզոր մի ուժ, որը կարող է ոչ թե Ադրբեջանի նման հորինել ինչ-որ պատմություն ու ըստ դրա գնալ պահանջների, այլ իրապես ցանկացած առումով ու ցանկացած կողմից ունենալով իրավունք պահանջել թե տարածքներ, թե պատժամիջոցներ,
ու թե ամեն ինչ, ինչը կսարքի հայ մարդու կյանքը բարեկեցիկ, երջանիկ ու ապահով։ Մեր ժամանակավոր իշխանությունը առաջնահերթ աչքի առաջ ունի ընդամենը երկու կետ, երկու պարտականություն, որ յուրաքանչյուր հայի կյանք պետք է ճանաչվի որպես սրբություն։ Այսինքն քանակությունից ելնելով շատ եք լսել, որ մի երկու հոգի են, դա կարևոր չի, ոչ, յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր հայ, դա կարևորագույն ու բարձրագույն արժեք է, ու յուրաքանչյուր հայի առանձին վերցված կյանքի համար պետությունը պետք է կրի պատասխանատվություն նրա բարեկեցիկ կյանքի համար ըստ նրա բարոյական ու ունեցած շնորհքի արժանինքների։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը պետք է ապահովեն բացառապես նրանք, ովքեր կարող են անել մի բան, բայց չեն անում ոչինչ ու սպասում են, որ ուղղակի իրանց ինչ-որ մեկը պետք է պահի։ Յուրաքանչյուրը ով ունի շնորհ, տաղանդ, կարողություն, պետությանն ու ազգին օգտակար լինելու հնարավորություն, նա պետք է լինի բարձրաձայնված, լսված, հասկացված ու գնահատված։ Ժամանակավոր կառավարության ընթացքում կտրուկ կրճատվելու են այսօրվա կուսակցությունները, մնալու են առավելագույնը 4, նվազագույնը 2 կուսակցություն, որովհետև կուսակցությունը պետական ռեսուրսի անիմաստ վատնում է, մանավանդ այն դեպքում, որ 140 կուսակցությունների անունները երևի այդքանից գիտեք մենակ 10-ը կամ 7-ը կամ 15-ը։ Ոչ մի գործունեությունի նպաստ հայ ու Հայաստանի նրանք չեն իրականացնում, բայց կան։ Ուստի այդ ոչ ռեսուրսը կարագնա ավելի կարևոր բանի պետության կողմից, ու կուսակցություններն էլ չծառայեն պառակտմանը, քանի որ 4 կուսակցություն խոսում են նույն բանից, վերնագրված են տարբեր կերպով ու ստիպված մարդկանց իրանց անուններով կամ որևէ մի ծրագրի մի չնչին առավելությամբ շեղելով տանում են իրանց կողմ, բացառելով միասնականությունը։ Լույսի բանակը կանգնած է միմիայն հայի միասնականության կողմին, որովհետև այդ միասնականությունն է երաշխիքը Սփյուռքից մեր հայերի ներգաղթի, Հայաստանի հզորացման ու միմյանց հանդեպ հարգանքի, վերաբերմունքի ձևավորման մենտալիտետի։ Մեր նպատակն է կրթական համակարգը ողողել ազգային գաղափարներով ու կրթական համակարգը մատուցել ոչ թե որպես ստրուկի մտածելակերպ ունեցող մարդկանց, այլ որպես տիրոջ, քննադատական, ազգայինի, որովհետև դա միակ արժեքն է հայի կյանքում, որը կարող ապահովի հայ միասնականությունը ու հայ հզորացումը, նոր ու ավելի գեր հզոր պատմության կերտումը, քան երբևէ ունեցել ենք։ Ես խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուրը, ովքեր լսելով մեր երկրի ամբողջական ռազմականացման մասին ծրագիրը միանգամից հարց են տալի, դուք պատերազմ եք ուզում ում երեխաների հաշվին, հաշվի չառնելով, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, ու այսօր կա այն տեխնոլոգիան, որը նույնիսկ մենք, ես անձամբ, Նիկոլի օրոք առաջարկել եմ պաշտպանության նախարարությանը, որը կոչվում էր Երկիր ամրոց, այդ նախագիծը մինչև հիմա կա, մեզ չեն մերժել, հիմա իրանք ունեն նոր տակտիկա, իրանք չեն ասում ոչ, ասում են գնացեք կզանգենք։ 3 տարիա մեզ զանգում են այդ նախագիծը իրականացնելու համար։ Երկիր ամրոց նախագծի մեջ մտնում են դիրքեր, որոնք կարող են պաշտպանվել ինքնուրույն առանց որևէ մարդկային միջամտության։ Մենք բոլորս ապրում ենք 21-րդ դարում ու անտեսելով արհեստական բանականության հնարավորությունները, դա առնվազն միամտություն է։ Ամեն ինչ գործածված է մեր բանակաշինության համար նենց, որ ունենանք մինիմալ զոհեր կամ չունենանք ընդհանրապես։ Այդ դա է երկրի 5-րդ սերնդին համապատասխան ռազմականացման ծրագիրը, ոչ թե այս թվին բաժանել ավտոմատներ ու ասել դե գնացեք կռվեք, ոնց որ անում են հիմա սրանք։ Ու քանի կան սրանք,
Այն մարդիկ, ովքեր վախենում են նոր զոհերից, մենք անընդհատ ունենալու ենք նոր զոհեր։ Մեր նոր սերնդի փրկության միակ ճանապարհը դա բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներով հայկական բանակի զինումն ու դրա հզորացումը։ Այս ծրագրերը իրենց մեջ չեն ներառում սոցիալական ոչինչ գրեթե, բայց սոցիալական առանձին ծրագիրը, որը առնչվում է ձեզանից յուրաքանչյուրին, կլինի փոքր ու միջին բիզնես ունեցող, ցանկացած հարկատու, ես լավ գիտեմ, ինձ այդ բողոքներն են հասնում հարկերի հետ կապված, դահակների հետ կապված, բոլոր խնդիրների լուծումներն ունենք, ես հիմա բարձրաձայնում եմ կարևորագույնները, որոնցից հետո գալիս են երկրորդական հարցեր, որոնք առաջինը լուծելուց հետո դառնում են կարևորագույն։ Ես ամեն մեր հանդիպմանը, մինչև չտեսնեմ այդ բավարար քանակությունը, որի մասին բոլորդ գիտեք, մենք հանդիպելու ենք ու ես դες մանրամասն ներկայացնեմ մեր բոլոր ծրագրերը։ Ծրագրերը հանրային կերպով ու միանգամից չեն ներկայացվում, ելնելով բացառապես մի մտավախությունից, որովհետև մենք ունենք դրա փորձը, մենք ունենք դրա դասը։ Ցանկացած բան, ինչ բարձրաձայնում է լույսի բանակը, մի փոքր փոփոխած քաղաքական որևէ ուժ կամ էլեմենտ դա մատուցում է որպես իր ծրագիրը։ Բայց այդ ծրագիր ներկայացնողը պետք է ունենա դրա զգացողությունը, դրա միտքը ու դրա մեծ ցանկությունը, ոչ թե գնահատի միայն կարևորությունը վերցնելով ու սարքելով Իրանը սեփականաշնորհելով ու ներկայացնելով որպես իր քաղաքական ծրագիր ու ձեզ առաջարկի, որպեսզի նրան այդ ծրագրով ընտրեք ընտրություններում, որով Նիկոլին լեգիտիմացնելու եք։ Շատերը նաև հարցնում են ինձ, իսկ ինչի չեք սպասում ընտրությունների, այլ փորձում եք անել հեղափոխություն։ Բացատրեմ դա եւս, որովհետև Նիկոլի հետ գնալով ընտրության, միայն այդ քայլով յուրաքանչյուր թեկնածու կամա թե ակամա, յուրաքանչյուր քվեարկող կամա թե ակամա հաստատում է Նիկոլի լեգիտիմությունը, ցույց տալով, որ մինչ այդ ինչ արել է Նիկոլը, ոչինչ չի եղել այն սահմաններից ու գծերից դուրս, որը կդրդեր ժողովրդին գնալ հեղափոխության, այսինքն տանելի էր, իսկ եթե տանելի էր, ապա լեգիտիմ էր, որովհետև մենք լուռ ենք ու դրա հետ համաձայն, կլինի ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելը, կլինի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը, թե կլինի պայմանագիրը խաղաղության իբր, որով Նիկոլը իր հերթին լեգիտիմացնում է Ալիևի ահաբեկչական հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Այսինքն, եթե Ալիևը հարձակվել է մեր վրա ու դա համարվում է ահաբեկչություն կամ ապօրինություն, ապա ինչ խաղաղության պայմանագրի մասին կարա խոսք գնա, եթե մենք ունենք դրա դիմաց պահանջներ ու շատ մեծ ու շատ հիմնավոր։ Եթե մենք գնում ենք նրա հետ խաղաղության պայմանագիր կնքելու, ապա մենք համաձայն ենք ամեն ինչի հետ, ինչ արել է Ալիևը։ Ուստի յուրաքանչյուր թեկնածու, ով մեզանից գողացած, թե նույնիսկ իր մտքից եկած ծրագրերով կփորձի ձեզ համոզել, որ մեզ ընտրեք ու ամեն ինչ լավ կլինի, մի հավատացեք, դուք այդ քայլով, ընտրության գնալով, լեգիտիմացնելու եք Նիկոլի իշխանությունը, Նիկոլի ստորագրությունները, Նիկոլի պայմանագրերն ու հռչակագրերը, ինչով էլ իր հերթին լեգիտիմացնելու եք Ալիևի հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Այդ դա է պատճառը, որ ես ընտրել եմ այս ճանապարհը։ Շատերը ինձ ասում են, որ ես հիմա ստեղ աթոռա կռիվ եմ անում։ Հավատացնում եմ բոլորիդ, վստահեցնում եմ, մեկ անգամ չի ու մի թևից չի, որ ես ստացել եմ պաշտոն ունենալու առաջարկներ։ Եթե ինձ միայն դա պետք լիներ, ես այսօր ստեղ կանգնելու փոխարեն մի որևէ փայլուն գարստուկով կհայտարարեի դրամահավաք, որ մեր կուսակցությունը ունենա որևէ գրասենյակ ու որ մենք ընդեղ ինչ անենք, ես էլ չգիտեմ։ Բայց կլինեի պաշտոնի ու տենց շարունակ։ Ես այսօր ստեղ եմ ձեր հետ միասին, չնայելով եղանակին, 24-ժամյա ռեժիմով, պահպանելով հույսը նրա, որ մենք կգտնենք մեր ազգի մեջ համախոհների այն քանակը, որը մեզ թույլ կտա գնալ այն քայլին,
որը կստիպի Նիկոլին գնալ հրաժարականի։ Ես հիմա չեմ ասում, որ ես ճակերտներ չեմ բացում։ Ես բացում եմ թույլատրելի սահմանում են ճակերտները, ինչ մենք պետք է անենք։ Մենք պետք է ֆիզիկապես հստակ ցույց տանք Նիկոլին, որ իր ունեցած պետական ռեսուրսներով իր ուժը չի բավարարում պայքարել ազգային, բարոյական, իրավական ըմբոստության դեմ։ Ես ինչպես միշտ ասել եմ, կրկնում եմ նաև հիմա, սիրելի հայեր, ձեզանից քանակ, ինձանից երաշխիք, մարդիկ ովքեր ասում են, որ մեզ չեն ճանաչում, չեն հավատում, դրա համար չեն միանում։ Ես վստահ եմ, ձեր շրջապատում կան տենց մարդիկ, կլինեն։ Ես հարցս ուղղում եմ այդ չհավատացող մարդկանց։ Նախ չհավատալով ոչ մեկի, տվյալ մարդիկ ունեն ընդամենը մի պատասխան։ Խնդրեմ, Նիկոլը կա ու կա։ Մտավախությունները, որ կարող է լինի ավելի վատ։ Ձեզանից ում երևակայությունն է ներում պատկերացնել, թե սրանից ավելի վատ ինչ պետք է լինի, երբ կպնում են մեր ազգային սրբագույն սրբություններին, երբ զարմանում են, որ ցեղասպանության զոհերը ոնց կարան լինեն սրբություն։ Խոսքը այսօրվա կրթության ու գիտության նախարարի հարցազրույցի մասին է։ Երբ այս իշխանությունը ասում է, որ հայրենասիրությունը դա փուչիկ կոնցեպցիա է։ Երբ այս իշխանությունները ասում են, որ Տիգրան Մեծի մեծարումը չի կարող համարվել սրբություն, երբ այդ մարդիկ մեզ մանկուց սովորացրած խոսքին, երբ ասել են, մենք բոլորս դպրոցում էլ ենք լսել, մեր տանն էլ ենք լսել, որ այո, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ այսօր քարոզվում է ճիշտ հակառակը, որ մենք չենք կարող ապրել թանգարանում, դա անհնար է, ու Հայաստանը թանգարան չի բաց երկնքի տակ։ Ու դա այն դեպքում, որ ձեզանից յուրաքանչյուրը, ձեր պապերը անցել են համաշխարհային մսաղացի մեջով, տարբեր չափերի ցեղասպանություններով, տարբեր տևողության ցեղասպանություններով, մինչև մեր վերջի ունեցած պաշտոնական 44-օրյա պատերազմը ու մինչև այսօր։ Ինչ ենք մենք, եթե ոչ սրբություն ու նմուշ, որպես օրինակ, որ այո, մենք դիմակայող ենք, մենք պայքարող ենք, ու ոնց կարա Հայաստանը չի լինի թանգարան բաց երկնքի տակ, երբ մենք մեր կյանքերի գնով պահպանում ենք մեր հողերը, դրա վրա կառուցվող շենքերը ու մեծ պատմություն ունեցող նույնիսկ ծառերը, ինչը Հայաստանը, եթե ոչ թանգարան բաց երկնքի տակ։ Իսկ այսօր մեզ քարոզում են, որ այդպես ապրել չի լինի, չի կարող երկիրը լինել թանգարան, ապա սա իրենց տեղը չի, ու ով չի կարողանում ապրել այս թանգարանում, նա չպետք է ապրի այս թանգարանում։ Ես ուզում եմ, որ այդ չհավատացողները այս ամեն ինչը վերլուծեն, չվստահողները այս ամեն ինչը վերանայեն ու հասկանան, որ ազգային արժեքներից, ազգային սրբություններին կպնելուց ավել, ուղղակի եթե նույնիսկ ինչ-որ մեկը մտադիր լինի, ուղղակի հնարավոր չի ավելի վատ դրության մեջ դնել ազգին ու պետությանը, եթե նույնիսկ նման միտում ունեցող փորձում է փոխարինել Նիկոլին։ Այսինքն մենք ամենահատակում ենք, ու եթե լինի փոփոխություն, չի կարող լինել դեպի ավելի վատը, որտեղ վատագույն կարգավիճակում ենք մենք։ Եթե լինի փոփոխություն, ապա լինելու է միայն դեպի լավը։ Եթե չլինի ոչ մի փոփոխություն, միևնույն է այսօր ունենք այն, ինչ ունենք, իսկ չփորձել բարելավել, հիմնվելով չհավատալու վրա։ Ինչ է դա, եթե ոչ Նիկոլի հետ մերվելու մասին դիրքորոշման բարձրաձայնում։ Դրա համար ես խնդրում եմ բոլորիդ, ումից որ լսում եք, որ մեզ չեն հավատում, վստահեցրեք իրանց, որ այսօրվանից ավելի վատ դրության մեջ
ուղղակի ֆիզիկապես անհնար է լինել, սա վատագույնն է։ Ու եթե կա փոփոխության մի հույս ու փորձ, դա պետք է արվի։ Իսկ մենք ոչ թե հորդորում ենք այդ փորձը անել, այլ մենք ներկայացնում ենք ծրագիր, որը ցանկացած ազգայնական մտածելակերպ ունեցող մարդ չի կարող չողջունել։ Այն ինչ ես ասում եմ բաց երկնքի տակ, իմ Աստծո առաջ, իմ ազգի առաջ։ Ու վատագույնը, որին արժանի կլինի մարդը, ով նման դիրքից կարա խոստանա չափազանցված ծրագիր կամ անիրականանալի, ապա այդ ամենավատը իր հետ պետքա լինի ու կլինի։ Իսկ խոստումը պահողի դեպքում, այսինքն մեր, քանզի ոչ մեկ գոյություն չունի այս աշխարհում, ով կարա պնդի, որ մեզանից լսել է խոսք ու դա չի իրականացել։ Այդ ժամանակ բարեկեցիկ կյանքը կվերաբերվի ոչ թե ավտորիտար օլիգարխիկ համակարգին, կամ նրանց, ովքեր այսօր իշխանության են, իրանց ու իրանց բարեկամներին, այլ յուրաքանչյուր հայի, այն մարդը, ով ի վիճակի է անել մի բան, պետք է լինի գնահատված, հասկացված ու լսված։ Այս է հիմնական ծրագիրը Աստծո հաջողությամբ վերածննդի շարժումով իրականացված հեղափոխումից հետո ժամանակավոր կառավարության կողմից անելիքը, մեր կողմից անելիքը։ Ու հավատացած եղեք, մանավանդ նորից կամ են մարդկանց, ովքեր ասում են մեզ ինչ ասեցին, խաբեցին։ Ես չեմ ուզում հիմա ինչ սիրուն բառ ասես, ձեզ հիմա ասեմ ստեղ։ Ես ուղղակի ասում եմ այն հիմքը, որի վրա հիմնված են մեր քաղաքական ծրագրերը, բաղկացած 1920 կետից։ Դուք էլ եք հասկանում, որ այդ 1920 կետը հիմա ստեղից ձեզ ասել չեմ կարող։ Դրա համար մոտ օրերս կլինի կայք, որտեղ կարող եք ծանոթանալ բոլոր կետերին, բայց կոնկրետ վերածննդի շարժման հետ կապված մարդիկ, որոնց խանգարում է չիմացությունը, որ ստեղ ներկա գտնվեն, ես ասում եմ, ապահովում ենք անհրաժեշտ քանակությունը, որը եթե թիվ չնշեմ, այլ ուղղակի նկարագրեմ վիզուալ, դա իմ այս կանգնած տեղից, թե աջ, թե ձախ նայելուց, ես կտեսնեմ մարդկանց հոծ բազմություն։ Այդ վարքյանից սկսած, ես ձեզ հանրային կերպով երաշխավորում եմ, որ կսկսվի Նիկոլի հրաժարականի պրոցեսը ու նախկին իշխանությունների վերադարձի բացառումը։ Ու նորից գամ նույն բառին, ձեզանից քանակ, ինձանից երաշխիք։ Ու եթե նույնիսկ այսօր էլ չունենք այդ քանակը, մենք կնշանակենք հաջորդ հստակ հանդիպման օրը։ Կրկին եկեք ու ձեզ հետ յուրաքանչյուրդ բերեք առնվազն 2 հոգի մարդ, իրանք էլ իրանց հետ, ու ամեն հաջորդ հանդիպումը ունի մեծ հնարավորություն լինելու այն պատմականն ու ճակատագրականը, որի դեպքում կսկսվի Նիկոլի հրաժարականի պրոցեսը։ Բոլորիս բաղձալի երազանքն է դրանից լսել հրաժարականի տեքստ ու տեսնել իր բոլոր արածների համար օրինական պատիժ կրելուց ու ոչ միայն իրան։ Դրա միակ երաշխիքն ու գրավականը ձեր համառորեն վերածննդի շարժման կողքին կանգնելն է ու ձեզ հետ ամեն օր ավելի ու ավելի մարդ բերելը։ Ամեն շարժում ունի որևէ մի բան, ինչի անհրաժեշտությունը ամենաշատն ունի։ Այսօր վերածննդի շարժումը բացառապես ունի միայն մի բանի մեծ անհրաժեշտություն՝ իրական ու պայքարող հայի ներկայությունը ստեղ։ Վստահեցնում եմ ձեզ, մի վայրկյան անգամ մենք չենք տատանվելու։ Ուստի յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի անել ամեն հնարավորն ու անհնարը, տանել բացատրական աշխատանքներ, հաշվի առնել, որ լույսի բանակը չունի այն մեդիա ռեսուրսը, որն ունեն ներկա ու նախկին իշխանությունները, հաշվի առնելով, որ իրանց ունեցած ռեսուրսներով իրանք տանում են միմիայն լույսի բանակի հակաքարոզ
վարկաբեկելով ու անհիմն զրպարտանքներով մեզ ներկայացնում են հանրությանը։ Մենք դրա հակահարվածը պետք է տանք յուրաքանչյուրս։ Այլ տարբերակ չկա։ Ես տեղ կանգնած եմ պատրաստակամ, ոչ թե մնամ իմ տեղում ու ձեզ ասեմ գնացեք առաջ։ Բոլորից առաջ, իմ ջոկատներից առաջ, Լույսի բանակից առաջ, բոլորիցդ առաջ, լինելու եմ միայն ես, ինձանից առաջ Աստված։ Ես ոչ մեկի չեմ պատրաստվում ուղարկել առաջ ու հետևից գոռալ դե մի բան արեք։ Ես երաշխավորում եմ, ես իմ անելիքը գիտեմ, ինձ պետք է միայն ձեր ֆիզիկական աջակցությունը։ Ուղղակի կանգնում ենք իրար կողք, ընտանիքի ամրությամբ, անսասան։ Կլսեք հաջորդ հանդիպման մասին, համառորեն, հանուն հայրենիքի, համաձայն մեր տված երդման, Դավիթ Բեկաբար, եկեք ու կանգնեք ստեղ, բերեք ձեզ հետ մարդկանց, ու կգա այն օրը, կգա այն հայտարարված հանրահավաքի օրն ու ժամը, ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլորս կտեսնենք այն քանակությունը, որով վերջապես մեկ ընդմիշտ կձերբազատվենք ներկա ու նախկին հակահայ իշխանություններից։ Դա անխուսափելի է։ Ես ձեզ օրինակ եմ ծառայում ստեղ 24 ժամյա ռեժիմով մնալովս, որ տեսնեք, որ համառություն կա, մարդ կա, Հայաստանում հայ կա, ինքնասիրություն կա, պահանջատեր կա, ու ես Նիկոլի պեսին վախից ելնելով չեմ գոռում, ես մենակ չեմ, ես մենակ եմ, դուք էլ եք մենակ, ուղղակի մենք կանգնած ենք իրար կողք։ Ու սա այն հավաքն է, որը ներառում է բացառապես նվիրյալների, ձեզ չի կարելի ոչ գնել, ոչ վախացնել, ոչ էլ խաբել։ Մնացեք հավատարիմ ձեր էությանը, ինքնությանը ու համառորեն ամեն անգամ կանգնեք ստեղ, ամեն անգամ ասելուց ես վստահ եմ, որ դա կարող լինի նաև հաջորդը, եթե չի ապա երկրորդը, բայց դա լինելու է։ Ձեզ վառ օրինակ այսօրվա իշխանությունների խուճապը, որը արտահայտվում է տարատեսակ իրանց դեպուտատների ուղիղ եթերներով, առանց հստակ անուն տալու ակնարկերով, փորձում են ցույց տան, որ իրանք շատ հանգիստ են։ Բայց չէ որ բոլորս adekvat մարդիկ ենք ու հասկանում ենք հանգիստ մարդը երբեք 10,000 ֆրոնտով չի հարձակվում նրա վրա ու մեջ չի տեսնում լրջություն ու վտանգ։ Ու սա դեռ այս քանակությամբ դուք պատկերացնում եք, եթե մենք լցնենք ազատության հրապարակը։ Ես վստահ եմ, որ դժվար գտնվի որևէ մեկը, որ սրանցից ինչ-որ մեկին իրենց վախից ելնելով վախուստի, որ դժվար էլ գտնեն։ Շատ հարցի պատասխաններ ստացակ, բայց բնականաբար կան հարցեր, որոնք կուզեք լսել անձամբ ինձանից, ես պատրաստ եմ։ Դրա համար այսօր երկրորդ հիմնական մեր հանդիպումը, ես եւս համարում եմ մի հաղթանակ, ու սա միասին պետք է փոխանցենք մեր հաջորդ հանդիպմանը, որը ես հենց հիմա կհայտարարեմ ու միասին նորից կանենք ամեն հնարավորը, որպեսզի լցվենք հույսով, որ հաջորդ հանդիպմանը ազատության հրապարակը կլինի լեփ-լեցուն, որն էլ երաշխիքն է Նիկոլի հրաժարականի ու նախկինների վերադարձի բացառման։ Վաղը ամսի 17-ին ժամը 17:00-ին յուրաքանչյուրս անում ենք ամեն հնարավորը, որպեսզի տեսնենք այս հրապարակը լեփ-լեցուն, գնանք դեպի հաղթանակ, ցնծանք միասին, տոնենք այդ հաղթանակը ու միասին սրանց կոռուպցիայի, ստերի ու թալանի մոխրի վրա կանգնացնենք ու կառուցենք նոր Հայաստանը, որը պետք է արժանի լինի մեր ժառանգներին, հիմնվելով
մեր նախնիների սկզբունքների վրա։ Մեր բոլորի սիրտը պատկանում է մեզ, բայց նրա բաբախը մեր պապերինն է։ Ու այդ բաբախը այսօր համահունչ չի երկրի պուլսի հետ։ Ամեն ինչ մեր ձեռքում է։ Խակեն էլ ասում, հիմա ժամանակն է հասկանալու։ Ամեն ինչ է համընկնում, պետք է հավաքվենք ժողովուրդ։ Թերևս այսքանը ես, եթե մարդիկ կան, ովքեր ցանկություն ունեն իրենց խոսքը ասելու, այս հարթակը բաց է, բայց կա մի պայման, որ յուրաքանչյուրով ցանկություն ունի խոսալու է 4 խաչված ինստիտուտների դեմքի ֆոնի վրա, հաստատելով համաձայնությունը ու աջակցությունը այն մտքի ու